Պատգամավորական մանդատները վերցնելուց հետո արդյոք ընդդիմությունը կվերցնի նաև օրենքով իրեն վերապահված ազգային ժողովի փոխնախագահի ու հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ Նոր ձևավորվող խորհրդարանում իշխող քաղաքացիական պայմանագիրը կունենա 64 մանդատ, Ուժեղ Հայաստան դաշինքը 29, իսկ Հայաստան դաշինքը 12 պատգամավորական տեղ։ Եթե պահպանվի նախորդ գումարման մոդելը եւ ձևավորվի 12 մշտական հանձնաժողով, ապա Դոնթի բանաձևով իշխանությունը կստանա 8 հանձնաժողովի նախագահի պաշտոն, իսկ ընդդիմությանը կհասնի 4-ը։ Բացի այդ, Սահմանադրությամբ ազգային ժողովի 3 փոխնախագահներից մեկը պարտադիր պետք է լինի ընդդիմությունից, քանի որ այս խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր ուժը Ուժեղ Հայաստան դաշինքն է, հենց նրանց են վերապահված խորհրդարանական պաշտոնները։ Նախորդ 8-րդ գումարման ազգային ժողովում ընդդիմադիր ամենամեծ ուժը Հայաստան դաշինքն էր։ Այդ ժամանակ ազգային ժողովի փոխնախագահ ընտրվեց Իշխան Սաղաթելյանը, իսկ իրենց հասանելիք հանձնաժողովի նախագահներից մեկի պաշտոնը Հայաստան դաշինքը փոխանցել էր Պատիվ ունեմ խմբակցությանը։ Այս անգամ եւս նման սցենարը չի բացառվում։ Իհարկե, ընդդիմադիրները 1 տարի էլ չպաշտոնավարեցին։ Իշխան Սաղաթելյանը պաշտոնանկարվեց 2022-ի հուլիսի 1-ին, ապա մշտական հանձնաժողովների Հայաստան դաշինքի ներկայացուցիչները հրաժարական ներկայացրին, հրաժարվելով խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում վերցնել իրենց հասանելիք տեղերը։ Ավելի ուշ պաշտոնանկարվեց նաև Պատիվ ունեմ խմբակցության անդամ հանձնաժողովի նախագահը։ Ուժեղ Հայաստան կուսակցությունից ու Հայաստան դաշինքից մեզ փոխանցեցին։ Քննարկումները շարունակվում են, երբ որոշում լինի կհրապարակենք։ Հանձնաժողովի նախագահի տեղակալի մասով այս բան կարող եմ ասել, որ ֆրակցիայի նիստ տեղի չի ունեցել, այդ եւ մնացած հարցերին կարող եմ պատասխանել ֆրակցիայի նիստից հետո։ Մինչ այդ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը հիշեցնում է, դեռ ազգային ժողովը պետք է որոշի, թե քանի մշտական հանձնաժողով է ձևավորվելու։ Ազգային ժողովը նախ պետք է որոշի, թե քանի մշտական հանձնաժողով է ստեղծվում, որտեղ պարտադիր չի, որ դա լինի 12, օրենքն ասում է, որ պետք է լինի մինչև 12։ Հնարավոր է ստեղծվի, ենթադրենք 6 մշտական հանձնաժողով։ Նոր քննարկում է, թե Դոնթի բանաձևով այդ մշտական հանձնաժողովի նախագահի տեղերը ոնց է բաշխվում, նոր դրանից հետո որոշում է կայացվում, այդ տեղերում տեխնատու առաջադրել թե չէ։ Քաղաքագետ Էդգար Առաքելյանը համոզված է, ընդդիմությունը խորհրդարանում իր դերակատարման վերաբերյալ հիմնական որոշումները վաղուց է կայացրել։ Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը չվերցնելու որոշում է ունեցել եւ վերջին պահին է որոշում կայացնել, որ վերցնի մանդատները։ Ես համոզված եմ ու վստահ եմ, որ իրանք ի սկզբանե վերցնելու որոշում են ունեցել։ Ավելին ասեմ, իրանք նույնիսկ ընտրությունների ընթացքում որքան էլ որ իրանք այս մաքսիմալիստական բարձր ոչ հայտարարություններ էին անում։ Միևնույնն է, իրանք լավ գիտեին իրանք հնարավորությունները։ Քաղաքագետի խոսքով ընդդիմության նպատակն ի սկզբանե եղել է խորհրդարանում սեփական ներկայությունն ապահովելը։ Ինչ վերաբերում է խորհրդարանական պաշտոններին, Առաքելյանը կարծում է դրանք ինքնին չեն մեծացնում ընդդիմության քաղաքական ազդեցությունը։ Էական նշանակություն չունի իրանք վերցնեն հանձնաժողովի նախագահների աժոթող նախագահի իրանք այդ քվոտայով նախատեսված պաշտոնները թե չէ, քանի որ դրանից իրանք աշխատանքի արդյունավետությունը չի լավանալու, դա մենք տեսել ենք նախորդ ժամանակահատվածում, ավելին դա իրանք համար կարա լրացիչ լծակ լինի ազգային ժողովի աշխատանքները ինչ որ առումով խոչընդոտելու, լարվածություններ ստեղծելու համար, ավելի ոչինչ։ Մինչ այդ, նկատենք, որ նոր խորհրդարանի անդրանիկ նիստը տեղի կունենա օգոստոսին։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։